Անգելի խորդ, եթե դուք տակ ներկայացիչներ գրավենք։ Հա, այսօր որոշումը հրապարակենք ու անցնենք։ Այսպիսով որտե հեռացել էր որդացական սիրով Գարավանեսյանի հատված բացարկի միջնորդյուն գնության առնելու համար, որոշում կայացնելու համար այսպիսով խորհուրդը որոշեց Արտարությունների կողմից այդ Գարավանեսյանի հայտնած բացարկի միջնորդյունը մերժել, հաշվի այն հանգամանքը, որ չեն բացահայտվել այնպիսի հանգամանքներ, որոնք կարող են անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած հարուցել Գարավանեսյանի սյան գործով անաչառության հարցում, Էդգար Հովհաննիսյանը այնպես դատական նիստում հայտնեց, որ որևէ կանխակալ վերաբերմունք չունի։ Այժմ ներկայացրեք հաստատղթեր։ Խորհուրդ արձանագրում է, որ հայտարարվեց, որ ներկայացուցիչ նախարարի ներկայացուցիչը Ներսես Զեյնալյան անձաստատող փաստաթուղթի հետ վերադարձրեց, ներկայացվեց լիազորագիր 2026 թվականի հունվարի 15-ին տրված Երևան քաղաքում այն մասին, որ հետևյալ բովանդակությամբ Արտարության նախարար Սերժ Գրիգորյանից լիազորում են Արտարության նախարարի խորհրդական Ներսես Զեյնալյանին տվյալներն են նշված Արտարության նախարարի անունից հանդես գալ սույն նիստերին իրականացնել Հայաստանության դատական ազգիր սահմանադրական օրենքով կարգապահական վարույթացած մարմին վերաբերված իրավունքների և պարտականությունները լիազորագիրը կցվում է գործունեություններին Սակայն ծանոթանալ լիազորագին բաններ Պարոն Զեյնալյան, ընդհանրապես ձեր բարձրաբանեք իրավիճակը, թերևս ձեր գործընկերոջից ներկայացրած կլինի, մենք այն փուլում ենք, որ խորհրդի անդամների ներկայացվում են բացարկի միջնորդություններ և հիմա հաջորդը այս բան ամեն դեպս վերջինը կարծեք թե մնացել եմ ես, պարոն Հարությունյանը, չէ, ինձ խնդրեմ պարոն Հարությունյան, ասել եք, որ նախագահողի նույնպես ունեք բացարկի միջնորդություն, խնդրեմ ներկայացրեք ձեր միջնորդություն։ Անգելի պարոն Աթամբեկյան, ուղղակի խնդրեմ միայն մինչև բացարկի հարցը մենք պարզաբանական ընթացիկ իմ համար արդեն իսկ պարզ է ու կանխատեսելի է, որ իմ գործով, իմ տեսակետով օրինական դատարան, պատշաճ դատարան չի կարող ստեղծվել, այն որ բոլոր բացարկի իմ կարծիքով հիմնավորված միջնորդությունները մերժում էին, և նա խնդրում հետևյալը պարզաբանենք։ Կարող եմ ես հիմա ներկայացնել հրաժարականի դիմում, աշխատանքից ազատվելու դիմում, օգտվեմ են իմ իրավունքից, որը որ կիրառվել է բազմաթիվ դատավորների նկատմամբ այս դահլիճում, երբ որ նրանց վերաբերյալ եղել են կարգապահական վարույթներ, նրանք դիմում են ներկայացրել, հրաժարական են ներկայացրել և այդ կարգապահական վարույթները կարճվել է։ Իմ համար ցանկալի չի, որ հերթական անգամ արձանագրվի, որ ես ինչ-որ խախտումներ եմ թույլ տվել, հեղինակազրկել եմ իշխանությունը, դատական և այլն։ Նրանք կանխատեսելի է կայացվել որոշումը, որտեղ այս կարծում հնարավոր չի այդ որոշումը ակնկալել։ Որտեղ մարդիկ կան ստեղ երկու անգամ են այդ որոշումը կայացրել, մարդ կա մի անգամ է կայացրել։ Եվ ուզում եմ հասկանամ, այդ օրինակ Սիմոնյան ազգանունով դատավոր կար երկու անգամ նման դիմումներ կայացրել, թե չեմ սխալվում։ Երբ որ կարգապահական վարույթ է եղել, ես էլ լավ չեմ հիշում, եթե պետք է հստակ դատական օրենսգրքի 17 հոդվածի համատեքստում, որպես իրավական փաստարկ կարող են վկայակոչել
բարձրագույն դատական խորհրդի որոշումները, որոնց հիման վրա որ կայացվել են, կարգապահական վարույթները կարճվել են, այն հիմքով որ դատավորները ներկայացրել են հրաժարական դիմում։ Այդ հնարավորությունը, այդ իրավունքը ինձ տրված է, թե ոչ։ Որովհետև ես էլ միգուցե ցանկանում եմ իրավունքից օգտվել։ Տեսեք, նախորդ օրը, թե դրանից առաջ հարգելի տիկին նախարարը ելույթ ունենալով հունվարի 12-ին բարձրագույն դատական խորհրդի կողմից կազմակերպված համաժողովին նշեց հետևյալը, որ պետք է դիտվեց երևի թե արատավոր երևույթ ու նշեց, որ դրա դեմը պետք է ինչ-որ անել, այսինքն նոր օրենսդրական նախաձեռնություն երևի ցուցաբերել, որ դատավորները չստացվի, երբ որ կարգապահական վարույթ են հարուցված, իրենց վրա հարուցում, դիում գրեն հեռանան, հետո հետ վերադառնան համակարգ։ Բայց հիմա գործող օրենսդրությունը այդ հնարավորությունը տալիս է դատավորներին, եթե ընդունենք թե սա հնարավորություն է, որտեղ ես չեմ կարծում, թե հրաժարական դա հնարավորություն է, ինքն ինքդ քեզ առաքելությունից զրկես, եթե դատավորես ու այդ առաքելությունից զրկես։ Բայց ես 23 թվականի հուլիս ամսից իմ վերաբերյալ ձեր կայքում զետեղված է մի տեղեկություն, պես հեղինակազրկել եմ դատական իշխանությունը։ Ու ցանկացած ինչ ճանաչող մարդ, մեր հանրությունից հեռու մարդ, օտարիտար գործընկեր, իմ վերաբերյալ նայում այդ որոշումները։ Դա մինչև կարող գնա նաև ՍԲ-ի որոշումները նայում։ Այսպես այս անձը, այս իրավաբանը, դատավորը հեղինակազրկել է դատական իշխանությունը։ Հիմա չկան այդ որոշումները, վերացված են ձեր կողմից։ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա։ Բայց կարող եմ ակնկալել, որ այդ նույն մոտեցումը առանց խտրականության կկիրառվի նաև իմ նկատմամբ։ Սա ընթացիկ կարգապահական վարույթ է։ Երևի թե, ինչքանով որ հասկանում եմ այստեղ ներկայացնելով։ Նույն մոտոր կանոններով է իրականացվում։ Կարող ես այդ հնարավորությունից չակերտավոր օգտվել։ Եվ չշարունակենք այս ամեն ինչը։ Հրաժարականի դիմում ներկայացնենք, թե աշխատանքից ազատվելու չգիտեմ, ոնց որ կձևակերպվի։ Ու այս ամեն ինչը դադարի։ Հնարավոր է թե չէ։ Խնդրում սա պարզաբանեք։ Ես հասկանում եմ, որ միգուցե այդքան էլ ստանդարտ հարցի։ Եթե հարկավոր ժամանակ խորհրդակցեք, եթե ոչ, խնդրեմ արձագանքել։ Պարոն Հարությունյան, դուք հարց եք տալիս, դա դատավորական պրոցեսում ձեր իրավունքներից օգտվելու վերաբերյալ չի։ Ինչ որ մեծ հաշվով տեսական կամ համենայն դեպս ձեր հետագա վարքագծի հետ կապված հարց եք տալիս, այդ հարցին խորհուրդը չի կարող պատասխանել հետևյալ պատճառով։ Դուք երբ որ կներկայացնեք նման միջնորդություն, ընդ որում շատ ավելի լավ կլինի, երբ որ դուք դա կներկայացնեք գրավոր, դրա վերաբերյալ հնարավորություն կունենա, քանի որ ըստ էության միջնորդություն չձևակերպվեց դրա համար հիմա նախարարության ներկայացուցիչներին դրա հետ կապված որպես միջնորդության վերաբերյալ որոշում արտահայտելու այս բան դրա համար հնարավորությունը չի տրվում։ Եթե դուք գտնում եք, որ ձեզ անհրաժեշտ է նման միջնորդություն ներկայացնել, կարող եք ներկայացնել եւ ձեր միջնորդության քննության արդյունքներով կայացվի համապատասխան որոշում։ Հիմա ըստ էության դուք ձեր հարցն այնպիսի ձևակերպում ունի համենայն դեպս իմ ընկալմամբ, ինչքանով հասկացա նաև մեր մյուս գործընկերների ընկալմամբ, որ ստացվում է ոնց որ եթե արդեն ներկայացրել եք միջնորդություն, հիմա ասենք բավարարել կամ ներել, պայմանական, հա, այս ձևակերպումները։ Եթե դուք ունեք միջնորդություն նման, ինչպիսին որ դուք եք ակնկալում, կարող եք ներկայացնել եւ ընդհանրապես հայտարարում են, որ կարող եք ակնկալել խորհրդի կողմից համապատասխան որոշում։ Բայց քանի դեռ մենք չունենք այդպիսի միջնորդություն, իր պատճառաբանություններով, իր հիմնավորումներով, նաև դիրքորոշում, այդ հարցին մենք չենք կարող պատասխանել։ Կարո՞ղ կարծիք հարգելի գործընկեր։ Թաբեկյան խնդիրը սահման, ես այս վարույթը ներգրաված եմ, դուք ես դարձան եք հանդես գալիս, ասում եմ իրավունքը պարզաբանեք, ես վարույթի կանխատեսելիության առումով։ Պարզաբանեք, ես տենց Պարզաբանում է, որ ունեք իրավունք միջնորդություն, եթե պարզաբանում եմ, պարզաբանել ենք, որ պարզաբանել ենք նաև, որ
իրավունք ունեք միջնորդություններ ներկայացնելու։ Հիմա դուք եթե գտնում եք, որ միջնորդություն պետք է ներկայացնեք, մտածում եք այդ բովանդակությամբ կամ այդ խնդրանքով, ներկայացրեք քննարկենք։ Միշտ այստեղ ձեր իրավունքը պետք է ապահովել, որպեսզի դուք հնարավորություն ունենաք ներկայացնելու միջնորդություն։ Եթե միջնորդությունը, միջնորդության քննության արդյունքներով ինչ որոշում կայացվի, դա հարցի մյուս կողմն է, դա ձեր իրավունքների պարզաբանման հետ կապ չունի։ Ձեր պարզաբանում եմ, եթե դեպի իրավունքների պարզաբանման տեսանկյունից եք ասում կանխատեսելիության, ասում եմ իրավունք ունեք ներկայացնելու միջնորդություն, ցանկացած միջնորդություն, որը դուք կգտնեք, որ անհրաժեշտ է ներկայացնել։ Խորհուրդն արդեն ըստ դրա կորոշի, այդ միջնորդությունը կվերաբերի Սույն վարույթին, սա պայմանական եմ ասում։ Համապատասխան ընթացք կտա, չի վերաբերվի, համապատասխան ընթացք կտա, կարող է հետագայում քննության առարկա դառնալու անհրաժեշտություն լինի, կարող է միջնորդություն լինի, որը պետք է քննարկման առարկա դառնալուց հետո եզրափակիչ վերջնական դատական ակտով դրան անդրադառնանք։ Ես չեմ կարող ասել հիմա, մենք պետք է ունենանք միջնորդություն, ձեր իրավունքն ապահովում է, ավելի երկար չասեմ, կարծում եմ պարզ է։ Ձեր իրավունքն ապահովում է միջնորդություն ներկայացնել, ձեր հնարավորությունը անպայմանորեն տրվում է։ Դուք որոշեք ներկայացնում եք միջնորդություն, թե ոչ եւ ինչպիսի միջնորդություն։ Պարզ է։ Դե արդեն ձեր խնդիրն է, ինչ ասում պարոն Իհարկե խնդիրն է։ Ոչ մի։ Չէ, մեր խնդիրն է պարզաբանել ձեզ։ Չէ, կներեք կարելի է։ Հա, Դուքից պարզաբանել եք, օրինակ, որ ես իրավունք ունեմ ներկայացնել վկա դատակոչելու միջնորդություն, իրավունք ունեմ ներկայացնել ապացույցներ, իրավունք ունեմ ներկայացնել բացառներ։ Չէ, մեջնորդ կարող եք, իմաց հարցնում կամ հրաժարական դիմում ներկայացնել, որ ինձ ասում եք իրավունք ունեմ ներկայացնել բացառներ, ես օգտվում եմ իրավունքից։ Եթե դուք ասեք դրա իրավունքը չունես, ես չէի ներկայացնի բացառներ։ Եթե ասեիք, որ իրավունք չունեք, վկա դատակոչելու միջնորդություն ներկայացնեք, ես չէի ներկայացնի։ Բայց եթե այդ միջնորդությունը կա, եթե դա իրավունք չունեմ։ Պարոն Հարությունյան, խորհուրդը որևէ ձևով պարտավոր չի ձեզ ներկայացնել են հնարավոր բոլոր միջնորդությունների տեսակները, անունները ձեզ ներկայացնելու, որը դուք իրավունք ունեք ձեր միջնորդության բովանդակության մեջ ներառեք։ Ձեզ իրավունք է տրված ներկայացնելու միջնորդություն։ Եթե հիմա դուք ունեք այդ տեսակի միջնորդություն, գտնում եք, որ մինչև ինձ համապատասխան բացառքի միջնորդություն արդեն ձեր կողմից հայտարարված, դրա համար եմ ասում, ասել եք, որ ունեք բացառքի միջնորդություն ներկայացնել, ունեք այնպիսի միջնորդություն, որը հնարավոր է ըստ ձեզ, ինչպես դուք ասեցիք, այլ հետևանք ունենա, կարող եք այդ միջնորդությունը ներկայացնել։ Իսկ որ ես ասում եմ, ձեր խնդիրն է, այդ տեսանկյունից եմ ասում, որ մեր խնդիրը ձեզ պարզաբանելն է, արդեն մնացածը ձեր որոշելուն է, խնդիրը վերաբերում է դրան։ Թե չէ, հետո որ մեկնաբանում եք այն խնդիրների ունեն, այլ տեսանկյունից չընկալվի։ Որոշումը ձերն է, խնդիրը ձերն է, մնացածը դուք որոշեք, ինչպես կլարեք։ Ես կանոնների համար կանխատեսելի չի, ես չեմ ասում ցանկ տվեք ինձ։ Պարոն Հարությունյան, չի կարող ձեզ համար կանխատեսելի լինել այդ որոշումը, միջնորդությունը, հավասար մի խոսեք։ Չի կարող ձեզ համար այնքանով կանխատեսելի լինել, որ ձեր միջնորդությունը կբավարարվի կամ այդպիսի միջնորդություն իրավունք ունեք ներկայացնեք, թե ոչ չի կարող այդպիսի բան լինել։ Դա չի նշանակում կանխատեսելի, անկանխատեսելի։ Ձեր հայտարարություններից տպավորություն կստեղծվի, որ ձեզ համար ոչ մի բան կանխատեսելի չի։ Այո, չի կարող կանխատեսելի լինել որևէ մեկի համար դատարանի որոշումը։ Կունենանք միջնորդություն։ Եթե կանխատեսելի լինի դատարանի որոշումը, էլ ինչ ենք քննում, ինչ ենք քննարկում կամ ինչ ենք անում։ Չի կարող դատարանի որոշումը, դուք երկար տարիներ դատավոր եք աշխատել, դատարանի որոշումը կարող է կանխատեսելի լինել։ Ընդհանուր պրակտիկ առումով դատավորի մոտեցումները միգուցե լինեն, բայց այն դրսևորումը, որը կդարձնի ինչ-որ ձևով կանխատեսելի, որը կբերի կհանգեցնի կանխակար վերաբերմունքի, դա ուղղակի բացառում է, մենք բոլորս գիտենք։ Իմ ասածը մի քիչ պարզաբանեցի, որ ավելի պարզ լինի, թե ինչ տեսանկյունից եմ ասում կանխատեսել։ Թե չէ դատավարության կանխատեսելիությունը, պրոցեսների կանխատեսելիությունը, այո, դրանք դատավարական իրավունքներն են, որոնք ենթակա են ապահովման։ Ինչը ձեզ համար ապահովում է միջնորդություն ներկայացնելու հնարավորություն ընձեռելով։ Մնացածը դուք եք որոշում, օգտվում եք ձեր իրավունքից, թե չեք օգտվում։ Խորհուրդը որևէ կերպ չի կարող ձեզ ասել ձեր միջնորդությունը ինչ բովանդակություն ունենա, ինչ ձևակերպում անեք, վերջում ինչ որոշում կայացվի, դա մեր իրավասություններից պարոն Հարությունյան դուրս է։ Հիմա դուք որոշեք, կուզեք մի քանի րոպե, 5 րոպե, 10 րոպե, ընդմիջում անգամ կարող եմ հայտարարել, կողմնորոշվեք ինչ եք ուզում
եթե դրա անհրաժեշտություն ունեք, կողմնորոշվեք, ինչ միջնորդություն եք ուզում ներկայացնել, արդյոք ներկայացնում եք թե ոչ, եւ ինչ ձևով ենք շարունակում, որ պրոցեսին ենք մոտենում, օրինակ ինձ բացակ հայտնելու կամ չհայտնելու։ Եթե իրական 1-2 րոպե ընդմիջում հայտարարեք, ես ներկայացում չեք հարցում խորհրդակցեմ, այստեղ խնդիրը ես որ օրինակ մենք դատավոր ենք աշխատում, մենք պարզաբանում ենք կողմ եթե հարցներս կամ կարճ միջնորդություն ներկայացնեմ, վաղենության հիմքով, համաներման հիմքով, անձեր հաշտվելու հիմքով, արդարացման հիմքով, ասում եք այո կարող ես, կամ ասում եք ես փորում հնարավոր չի դա ներկայացնել։ Մենք ձեզ ասում ենք պարոն Արարություն, վարչական մենք ձեզ խաղդար ինչով ասամ, եթե կողմը կոնկրետ իրավունքի մասին պարզաբանում ասում, ես չեմ ասում ինչ որոշում եք դուք կայացնելու։ Դուք ասում եք դատական օրենսգրքով նախատեսված այսինչ իրավունքից օգտվելու կամ այսինչ ձևով միջնորդություն ներկայացնելու այլ մեկնաբանություններով, սա վերջին անգամ պարզաբանություն է։ Այլ անձանց կողմից, տիկին նախարարի կողմից արված հայտարարությունների հիմքով եւ այլն, ասում եք, այս ձևով միջնորդություն կարող եմ ներկայացնել։ Ես ձեզ ասում եմ, կարող եք ներկայացնել ցանկացած միջնորդություն, որը կվերաբերվի սույն վարույթին ու ձեզ, ինչքանով որ մենք հետո կգնահատենք դա վերաբերվեց թե չվերաբերվեց։ Ուզում եք ներկայացնել, ձեզ 5 րոպե կարող ենք ընդմիջում հայտարարել, ձեր ներկայացուցչի հետ քննարկեք, հետո արդեն մնացածը շարունակենք, եթե կուզեք։ Կարող ենք մենք այստեղ տեղում մնալ, դուք ձեր քննարկումն անեք, եթե կուզեք դուրս գալ կամ մենք ընդմիջում չհայտարարեմ երևի, այսպես է սպասեն, դե խոսափողն անջատեք, որ հանգիսերուցեք։ Պարոն Աթաբեկյան, եթե թույլ կտաք, մեկ պարզաբանման կարգով ես պարոն Հարությունյանի հարցադրումը փորձեմ իր տրամաբանական ավարտին հասցնեմ, ձեր կողմից բնականաբար պարզաբանվել է, որ միջնորդություն կարող է ներկայացվել, եւ դուք ամբողջովին ճիշտ եք ասում, թե միջնորդությունը ինչ տեսքով կամ ինչ հիմքով կներկայացվի, դա խոշոր հաշվով մեր կողմի խնդիրն է, այսպես ասած։ Բայց պատվորական խորհուրդ խնդիրը կարող է ոչ թե հենց բուն միջնորդությունը ներկայացնել չներկայացնելու, այլ այդ միջնորդության համար հիմք հանդիսացող հանգամանքի հաստատման կամ չհաստատման համար։ Հիմա որպեսզի պարոն Հարությունյանը օրինակի համար ներկայացնի միջնորդություն նրա համար այն հիմքով, որ ես դիմել եմ օրինակի համար աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել այդ հիմքով այս կարգապահական որոշը կարճել, դրա համար նախ պարոն Հարությունյանը պետք է հասկանա ինքը ունի այդ դիմումը դատավորի պաշտոնից ազատվելու ներկայացնելու հնարավորություն ԲԴԽ-ին որպես վարչական մարմնի, ոչ թե որպես ԲԴԽ-ին դատավոր։ Ես այնքան լավ հասկանում եմ դուք ինչ եք ասում, ինչ եք հարցնում, ինչ հիմք եք ուզում, այդ ամեն ինչը ես լավ հասկացել եմ։ Շատ ավելի լավ։ Հա։ Հիմա այդ ամեն ինչը հասկանալով արդեն խորհրդի իր դիրքորոշումը։ Շատ լավ։ Թույլ կտաք, ես ամեն դեպքում լրացուցիչ խորհրդատվության կարիք ունեմ, հնարավոր է Մենք տեղում նաև խորհրդակցում ենք, էլի։ շատ ավելի լավ խորհրդական կարիքով ներկայացուցիչ ուզում քննարկում ունենամ այս մասով եւ որոշեմ, եթե ժամանակ իհարկե կտաք քննարկենք միջնորդություն ներկայացնել չներկայացնելու հարցում կամ ընդհանրապես փորձենք հասկանալ բացառիկ դատական խորհրդի դիրքորոշումը այս մասով։ Ինձ համար առնվազն բաց չի։ Բա ինչ դիրքորոշում եք ուզում ստանանք, չհասկացա այդ մասը, ասում եք, առնվազն ստանանք։ Մտմիջում տան, որ դիրքորոշում ստանանք ԲՏԽ-ից, թե ես սխալ հասկացա, գուցե լավ չլսեց։ Ասում եմ, հիմա թե ձայնագրում կա, լսենք, տեսնենք ինչ եք ասել։ Փորձեմ հասկանալ։ Միգուցե դուք պարզ ասել եք, ես չեմ ընկալել կամ հակառակը, դրա համար հիմա հակառակը ինչ ասել եք, մենք ընկալել ենք ու ձեզ պատասխանել ենք։
Պարոն Հարությունյան, հետևյալն է, ձեզ եթե անհրաժեշտ համարում եք, ես հասկացել եմ ձեզ, եթե անհրաժեշտ համարում եք լրացուցիչ ձեր ներկայացուցչի հետ խորհրդատվություն իրականացնելու համենայն դեպս մտածել, ինչպես դուք եք ասում, այդ նիստը նորից լսելու, տեսնեք ինչ քննարկում տեղի ունեցել, անպայման մենք ձեզ այդ ժամանակը կտանք։ Ընդհանրապես ևս մեկ այդ բարձրաբանման շարքերից նկատի ունեցեք, որ յուրաքանչյուր դիմումի ձև, միջնորդության ձև եւ որպես դատարան հանդես գալիս այս մասը հայ նկատի ունեցեք։ Դատարանին ներկայացվող միջնորդություն, բարձրագույն դատական խորհրդին ներկայացվող միջնորդություն, այս մասերը ձեր այդ քննարկումների ընթացքում նկատի ունեցեք, որ մենք հիմա հանդես ենք գալիս որպես դատարան եւ նաեւ ունենք բարձրագույն դատական խորհուրդ իր մնացած լիազորություններով։ Կարող ենք մինչև ժամը 14:30 ձեր ժամանակ տրամադրել, որպեսզի դուք հնարավորություն ինչ է ժողովուրդ։ Հանրավերքան Եթե ձեզ հարմար չի 14:30 ընդմիջումներ հետը մի քիչ ընդմիջում, մի քիչ խորհրդատվություն, ընդմիջման ժամանակ էլ խորհրդատվություն իստոմա կհասցնենք ժամը 14:30